Հայ-հոփական դաշնակցությունը հայ ժողովրդի պատմությունն է, իր գաղափարախոսական, կազմակերպչական, գիտամտավոր, ցանցային բոլոր մոդելներով, որոնք ուղեկցել են հայ ժողովրդին վերջին 135 տարվա ընթացքում։ Դաշնակցությունը ազգային արժեք է, համազգային արժեք է, դաշնակցության գործունեության տարբեր դրվագներ կարող են տարբեր ձև մեկնաբանվել առհասարակ, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք մենք չենք կարող հաշվի չառնել։ Առաջին, հայ ժողովրդի պատմության ընթացքում դաշնակցությունը առաջացավ ընդհանրապես, երբ հայ ժողովուրդը կարիք ուներ եւ անցած իր հիմնադրման օրվանից 1890 թվականից 30 տարվա հեղափոխական պայքար մղելով կարողացավ ստեղծել հայրենիքի արևելյան հատվածում մի փոքր հողակտորի վրա, հայրենիքի մի փոքր հողակտորի վրա վերականգնեց 6 դարյա խավարից հետո մեր կորցրած պետականությունը եւ հենց այդպես էլ փոխանցեց մեզ եւ սերունդներին շատ լուրջ կտակ, որ անկախ դժվարություններից մենք պետք է կարողանանք մեր պետությունը պահել, փայփայել, որպես քաղաքական դատ ունեցող, քաղաքական խնդիր ունեցող ազգի ամենակազմակերպված միավորը, պետության մասին է խոսքը։ Առաջի ամենամեծ նվաճումը կարելի ասել հայ ժողովրդի հենց 1918 թվականի մայիսի 28-ով հռչակված հայկական պետականությունն էր, որից հետո բնականաբար Սփյուռքում 70 տարի հայապահպանության հսկայական աշխատանքը, որ կատարեց կուսակցությունը, իր կազմակերպչական եւ ուղեկից կազմակերպություններով հայ մարմնակրթական ընդհանուր միություն, հայ օգնության միություն, համազգային հայ կրթական եւ մշակութային միություն, անուրանալի է դաշնակցության դերը թե Սփյուռքի, թե Հայաստանում հայկական պետականության վերականգնման գործում, այնպես որ բոլոր իմ դաշնակցական ընկերներին եւ համակիրներին շնորհավորում եմ կուսակցության 135-ամյակի կապակցությամբ եւ կարծում եմ, որ այսօրվա ծանր մարտահրավերներին ընդառաջ դաշնակցությունը տասնապատիկ ավելի մեծ պատասխանատու եւ հանձնառու աշխատանք ունի իրականացնելու հայկական գերագույն շահը, հայկական ռազմավարական շահերը առաջ մղելու եւ առաջ տանելու գործում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։